Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 12-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար միայն։ Գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին նոյեմբերի 12-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը հաջողություն ունեք, նաև դա կարող է լինել կտրուկ, անսպասելի, նաև դուք հաջողությունից հետո ինչ-որ մի բան անեք, ևս էլի անսպասելի, ինչ-որ քայլ կատարեք։ Այդ օրը բարի լուր կլսեք, լավ լուր կլսեք, նաև որևիցե առաջ խաղացում ունեք, լուսավոր մի բան, որը ձեր տրամադրությունը կբարձրացնի այդ օրը։ Ինչ-որ բան է զարգանալու, ամեն մարդու մոտ մի ոլորտ է, դա կարող է լինել հարաբերությունները, բիզնեսը, աշխատանքը, առողջությունը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, հիանալի օրեր։ Գնայինք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին նոյեմբերի 12-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է վերաբերվում, առավոտյան էմոցիոնալ եք բավականին արթնանում, որտեղ ինչ-որ մի բան փակ է, ինչ-որ մի բան չի ստացվում անել։ Ինչ-որ չափով է ձեզանից է կախված, նաև ոչ կնոջից։ Այդ օրը հանդիպում կունենաք կամ շփում որևիցե մասնագետի հետ, հնարավոր նաև որևիցե կին է, այդ կինը այդքան էլ լավը չի, միգուցե դրա համար էլ ինչ-որ գործեր մնում են այդ օր, չեք կարողանում առավոտյան անել, դա համար եք էմոցիոնալ։ Այստեղ կարող է բժիշկ գնաք։
Նաև եթե հիվանդ եք կամ հիվանդ ունեք, ապա առաջ խաղացումը այստեղ լավ պահեր, հա, ինչ որ լավացում, եթե խնդիր ուներ, հա, հիմա ոնց որ կկարգավորվի, թեկուզ եթե դուք ինչ որ մի բան է ուշանալու ձեզ մոտ մոտավորապես 2 ամիս, գումար կստանաք, կարիերայի բարձրացում, հնարավոր է նաև աշխատավարձի բարձրացում է, ոմանք աշխատանքի կընդունվեն, որից հետո կարող է ձեզ ինչ որ բան պատվիրի, կամ ձեր տնօրենն է, հետը խոսեք այդ օրը ինչ որ բաների մասին։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերի։ Ինչ է սպասվում վագրերին նոյեմբերի 12-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը մտածմունքների մեջ եք լինելու, բավականին նաև կարող հուզվել, կարող արտասվել, կարող ինչ-որ մեկի մասին մտածել, կարոտել, հեռախոսազանգ ունեք այդ օրը և պետական հիմնարկության հետ կապված հարցեր, հնարավորաբար եք ձևակերպում, ժառանգություն է կամ մեկ այլ հարց է, կամ հիվանդանոց է, ուսման կենտրոն է, որտեղ պետք է գնաք կամ այդ ոլորտի հետ կապված հարցեր լուծեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին նոյեմբերի 12-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը առաջ խաղացում ունեք, զարգացում կարիերայում, բիզնեսում, միգուցե պաշտոն են տալիս ձեզ, միգուցե ինչ-որ աշխատանքը առաջ է գնում։ Երկար սպասված նամակ կստանաք, տեղեկատվություն, փաթեթ, նաև հանկարծակի լուր այդ օրը կլսեք և ելք եք փնտրելու, թե ձեր գործերը ինչպես առաջ տանեք։
Կարծես թե ելքը գտնում եք, որովհետև ձեզ այնց է կախված, երբ գործերը առաջ տանել է, եւ եթե ելքը կա, ուրեմն գործերն էլ առաջ են գնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին նոյեմբերի 12-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը ինչ որ չափով կարիերայում առաջ խաղացում կունենաք, շատ չէ, բայց առաջ խաղացում կա։ Նաև ելք եք փնտրելու ինչ որ հարցին լուծում տալու համար, օրվա ընթացքում ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանք շատ աշխատանք կունենան, ոմանք նաև կաղ այդտեղ կարիերայի բարձրացումը նաև, որ ինչ որ մի բան են ձեզ պատվիրել կամ ասել անեք, որը մի փոքր դժվար է եւ ելք եք փնտրելու ինչպես այն անել։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ պետական աշխատողի հետ, կողը նաև հարցազրույցի եք գնում, բիզնեսն եք առաջ տանում։ Օրվա ընթացքում կցանկանաք պարկել, հանգստանալ, սա նաև ինտիմ հարաբերություններ, որից հետո կարող վիճել ինչ-որ մեկի հետ։ Ամենայն դեպս այսպես թե այնպես վիճելու եք, կարող քնից են արթնացնում ձեզ։ Եվ լավ լուր կլսեք երեկոյան, բարի լուր, ուրախ լուր։ Միգուցե նաև ծննդաբերությանն է վերաբերվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերին։ Ինչ է սպասվում օձերին նոյեմբերի 12-ին։ Հարգելի օձեր, այդ օրը հաջողություն ունեք կամ հաջողակ զանգ է ձեզ համար լինելու, այդ զանգը նոր դռներ է բացելու ձեր առջև, գումար կստանաք կամ գումար կծախսեք, երկեհեսանիները կարող են ձեզ գցել մտքերի մեջ, ինչ-որ բաներ ասեն, առաջարկեն, որ սկսեք մտածել այդ ուղղությամբ, նաև հաջողություն ունեք օրվա ընթացքում, ոմանք շատ աշխատանք ունենան կամ երկար կմնան աշխատանքի վայրում,
Ոմանք աշխատանքի կընդունվեն կամ կտեղափոխեք աշխատանքը գիշերային սմեն, նաև հանդիպում կամ շփում եք վարչապետական աշխատողի հետ։ Ձեր բիզնեսը կարող եք առաջ մղել, եթե տանն եք զբաղվում դրանով, հա, կամ հնարավորություն կա նաև տանը զբաղվելու, ապա կարող եք երեկոյան տանը անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերին։ Ինչ է սպասվում ձերին նոյեմբերի 12-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, կանչում են աշխատանքի կամ կանչում են հարցազրույցի կամ աշխատանքի հետ է դա կապված, նաև դրա հետ կապ չունենա։ Ոմանք աշխատանքի կընդունվեն, հարցազրույցի կգնան, պատվերներ կընդունեն, բիզնեսը առաջ կտանեն, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ինչ-որ մի պաշտոնավոր անձնավորության հետ կամ պետական աշխատողի հետ։ Նաև օրվա ընթացքում ոմանք կարող են սիրահարվել, սիրոխոստովանություն անել, բավականին էմոցիոնալ կլինեք կամ հանդիպեք հարազատներին, կամ ժամադրության եք դրա համար եք այդպես էմոցիոնալ, ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, ոմանց համար դա ինտիմ հարաբերություններ է, ոմանց համար էլ նաև օրվա ընթացքում կպարկեք հանգստանալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերին։ Ինչ է սպասվում այծերին նոյեմբերի 12-ին։ Հարգելի այծեր, այդ օրը առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, գործեր առաջ կգնան, նաև հանկարծակի լուր կլսեք, կտրուկ քայլ կանեք կամ ինչ-որ մի բան կլինի անսպասելի, էմոցիոնալ կլինեք, դեռևս շարունակվում է էմոցիաները,
Եվ երեկոյան ինչ-որ մի բան կիմանաք, որ ուշանում է։ Դա կարող է լինել 3 ամիս մոտավորապես։ Եվ էմոցիաները եւս կարող են լինել լավը, որովհետեւ առավոտյան ինչ-որ բաներ է առաջ գնում, զարգանում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին նոյեմբերի 12-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանց բիզնեսը առաջ կգնա, աշխատանքը առաջ կգնա, առաջ խաղացում կունենաք, հանդիպում կունենաք կամ շփում պետական աշխատողի հետ եւ ինչ-որ գործեր առաջ կմղեք, հեռախոսազանգ ունեք այդ օրը, նաեւ երբ կփնտրեք ինչ-որ հարցին լուծում տալու համար եւ երեկոյան տատանվում եք, ինչ-որ բաներ եք, այսպես տատանվում եք անել, չանել եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղների։ Ինչ է սպասվում ակաղներին նոյեմբերի 12-ին։ Հարգելի ակաղներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ կամ մասնագետ կարող հրավիրել տուն կամ մասնագետը ձեզ տուն ցույց տա, ինչ որ պահեր են այստեղ։ Նաև կարող է առիթ է մասնագետը կանչում, որպեսզի տունը զարդարեն, կարգավորեն։ Եվ իհարկե այդ օրը էմոցիոնալ կլինեք բավականին շատ, հեռախոսազանգ կունենաք, օրվա ընթացքում կմտածեք կամ նամակ եք ստանալու, SMS եք ստանալու, մտածելու եք ինչ-որ բանի մասին, կամ նաև կարող է մտածում եք գրեք արդյոք, հարցնեք, դիմացինին թե ոչ, ինչ-որ մեկին գրեք, ոնց որ կամ նամակ ստացավ, թե ոչ, նմանատիպ ոչ պահեր են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին նոյեմբերի 12-ին։ Հարգելի շներ, այդ օրը կարող եք սիրահարվել, սիրախոստովանություն անել, լսել, ժամադրության գնալ եւ այնտեղ երկար մնալ, ձեր սիրային հարաբերությունները, որը կանգնած էր, կարող է զարգանալ, արդեն առաջ գնալ։ Կամ միգուցե սիրելիներ ինչ-որ միտեղ գալիս է։ Երկերեսանի մարդիկ ունեք այդ օրը ձեր շրջապատում, նաեւ աշխատանքի հետ կապված ելք եք փնտրելու, կարող գնում եք աշխատանք փնտրելու այդ օրը, բիզնեսում ելք եք փնտրելու կամ ինչ-որ մեկին տեսնելու համար եք ելք փնտրելու, ինչ-որ պետական աշխատող կարող է լինել։ Եվ երեկոյան հաջողություն ունեք։ Նոր դռներ է բացվելու ձեր առջև, միգուցե աշխատանք եք գտնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին նոյեմբերի 12-ին։ Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը առավոտյան կամ երեկոյան գորգռում եք այստեղ, որովհետև սպասում եք, չեն գալիս ժամերով, սպասում եք ինչ-որ միտեղ, ինչ-որ մեկին, դա համար կարող գորգռալ։ Կամ գորգռում եք, որ շուտ արթնանան, որովհետև սպասում են, նմանատիպ ինչ-որ պահեր են։ Օրվա ընթացքում մտքերի մեջ կլինեք, ինչ-որ մեկի մասին կմտածեք, կամ ինչ-որ բանի մասին կմտածեք, եւ երեկոյան լավ լուր եք լսելու, բարի լուր եք լսելու։ Գուցե հղիության, ծննդաբերության եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։